Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի Բուկովսկի ներկայացումը շարունակում է միջազգային հաղթարշավը։ Անձնակազմը նոր հաղթանակով է վերադարձել լեհական Լոմժա թատերական միջազգային փառատոնից։ Ներկայացումը արդեն թվով 10-րդ անգամ է մասնակցում միջազգային տիկնիկային թատերական փառատոնների, մինչ այդ մասնակցել էր Չինաստանում, Կանադայում, կրկին Լեհաստանում 2 անգամ, Ամերիկայից ունի արդեն հրավեր, այս փառատոնից հետո պետք է մեկնի Մոնակո եւ այսպես շարունակ։ Թատրոնի տնօրենի խոսքով ներկայացումն այնքան մեծ պահանջարկ ունի արտերկրում, որ Երևանում հասցնում են խաղալ ամսվա մեջ միայն 1 կամ 2 անգամ։ Նշում է, բոլոր երկրներում էլ Բուկովսկին ջերմ ընդունելություն է ունեցել, բարձր են գնահատել թե հայ դերասանների խաղը, թե բեմադրության բուն ասելիքը։ Փառատոնին մասնակցում էին 9 տարբեր երկրների ժամանած հայտնի թատերախմբեր եւ մեր ներկայացումը արժանացավ գլխավոր Grand-Prix մրցանակին, ինչպես նաեւ ներկայացման դերակատար Մարիամ Ալեքյանը արժանացավ լավագույն դերասանուհի անվանակարգում որպես հաղթող։ Եվ նույն պահին միանգամից փառատոնի ավարտից հետո մեր ներկայացումը ստացավ տարբեր տեղերից տարբեր հրավերներ։ Ներկայացման ռեժիսորը չէր էլ պատկերացնում, որ իր դիպլոմային աշխատանքը մի օր կընդգրկվի ազգային տիկնիկային թատրոնի խաղացանկում եւ կարժանանա հանդիսատեսի դրական արձագանքին։ Ես շատ գոհ շնորհակալ եմ Լեհ հանդիսատեսից, իրենց, չգիտեմ, բաց, ազնիվ, անկեղծ լինելուց, որովհետև իրենք շատ միշտ ուրախ եմ, երբ մենք խաղում ենք Լեհ հանդիսատեսի առաջ եւ առասարակ իրականում դրսում խաղալը, ես զգում եմ, որ Բուկովսկին շատ է սիրվում, ընդունվում եւ չգիտեմ ոնց է ստացվում, որ ես կարողացել եմ կպնել իրենց հոգուն, սրտին, այսպես ասած։ Իսկ Բուկովսկու հաղթարշավը կշարունակվի օգոստոսին այլ երկրներում ու փառատոներում, իսկ մինչ այդ ազգային տիկնիկային թատրոնն մեկնում է արտասահմանյան հյուրախաղերի սիրված այլ ներկայացումներով։ Յուրա Վահանյան, Էդգար Դավթյան, լուրեր։